Երբ ստեղծվեց Էջմիածնի կամավորական գումարտակը, հետախուզական վաշտը վստահվեց նրան։ 91-ի ապրիլին Հողեր գյուղից ադրբեջանական 200-ից ավելի զինյալներին վռնդելու, հինավուրց հայկական գյուղն ազատագրելու գործունեության մեջ շատ կարևոր դերակատարություն ունեցավ նրա հետախուզական խումբը։ Հպարտությամբ էր գրում ազգային բանակի սպայական համազգեստը, հետո հայրոյին վստահվեց հրետանային ծառայությունը։ Տիրապետելով խորհրդային բոլոր տեսակի ռազմական տեխնիկաներին, նա առանց որևէ դժվարության աշխատեցնում էր ինքնասարք հրթիռային կայանքը և մարտերի ժամանակ մեր ուժերի առաջխաղացումն ապահովելու նպատակով հակառակորդի կրակը վերցնում իր վրա։ Հայրոն Արան Արահարությունյանը, Մեխակը Մեխակ Մեխակյանը, Թաթուլը Թաթուլ Խաչատրյանը, Սամվելը Սամվել Գրիգորյանը, Շեյթանը Արմեն Սայադյանը, Լաբերի տղա Արայիկը Արայիկ Գրիգորյանը քաջորդիների այն փունջն էին, որոնք հրամանատար Մանվել Գրիգորյանի սրընթաց գրոհների առաջամարտիկներն էին։ Հայրոն ու Արայիկը շատ մտերիմ էին։ 1993 թվականի ապրիլի 5-ի առավոտյան Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան մասում ադրբեջանական ուժերը կազմակերպեցին հերթական գրոհը, հրետանու և օդուժի օգնությամբ փորձում էին առաջ գալ։ Այդ նույն օրը քաղաքի ազատագրման ժամանակ մարտի թեժ պահին վիրավոր ընկերոջը հայթաղցի Հրայր Կարապետյանին յուրային փրկելու նետված Էջմիածնի գումարտակի շտաբի պետ Արա Հարությունյանը ընկավ թշնամու կրակահերթի տակ։ Մինչ Արան հասավ Հրայրին, Հրայրն արդեն զոհված էր։ Թշնամին նշանառության տակ առած Արայիկի վրա կրակե կարկուտ էր թափում։ Արան հասավ ընկերոջը և ընկավ նրա կողքին։ Հայրոն, որ սպասում էր երկրորդ զավակի հայր դառնալուն, այդ օրը երդվեց. եթե տղա լինի, կոչել Արայիկի անունով։ 1993 թվականի մայիսին Էջմիածնի գումարտակի հրամանատար արդեն փոխգնդապետ Մանվել Գրիգորյանը նշանակվեց բրիգադի հրամանատար։ Իսկ բրիգադի կազմի մեջ մտած Էջմիածնի գումարտակի հրամանատարությունը վստահվեց հայրոյին, կապիտան Հայրապետ Նավասարդյանին։ Հունիս-հուլիս ամիսներին բրիգադի մարտական գործողությունների շնորհիվ վիճակը փոխվել էր ամբողջ ռազմաճակատում։ Բրիգադի կամավորական գումարտակները Հադրութի հատվածում բարձունք առ բարձունք հակառակորդին հեռացնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից, ոչնչացնում Ֆիզուլու, Հորադիզի տարածքից շարունակ անհանգստացնող կրակակետերը։ Հայրոն, որ միշտ կատակով ասում էր. «Քյասիբ Քյուսուբին ուր ա բախտ, որ Ֆիզուլի հասնի», ոգևորությամբ մարտնչում էր առաջինը Ֆիզուլի մտնելու